Սոցիալական դուետ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես միշտ հանդիպում են Այո։ երկու հին բարեկամներ, պատմաբան Արեգ Սավգուլյանը եւ տնտեսագետ Հրայր Կամենդացյանը։ Պարոն Կամենդացյան, նախորդ կներեք, բայց մենք մոռացանք ներկայացնենք մեր քաղաքական դերակատարի, որ ընդհանրենք հանգույցից ենք, որտեղից ենք մենք հայակվե քաղաքացիական ազգային միավորման անդամներ ենք եւ բնականաբար մեր զրույցը պետք է նվիրված լինի այն հարցերին, որոնք որ ժողովրդին են հուզում, դրա հետ միասին մենք պետք է ներկայացնենք մեր տնտեսական, սոցիալական ամբողջ, այսպես ասած, դաշտին վերաբերվող հարցերը, որի մեջ ժողովրդական լեզվով ասած արդեն մասնագետ ենք դարձել, դրա մասնագետը չլինելով, որտեղ խնդիրները այնքան ցցուն են, այնքան հեշտ տեղորոշվում են, որ բավականին արագ կարելի է դրանք հանրայնացնել, մտածել դրանց լուծման ալգորիթմի մասին եւ լուծման ընդհանրենք ամբողջ խճանկարի մասին։ Պարոն Կամենդացյան, ինչպես բանը քաղաքականության մեջ ասում է, ծեծված խոսք ասում է, եթե քաղաքականությունությամբ դու չես զբաղվում, քաղաքականությունը զբաղվում է քեզնով։ Հիմա եթե դա պրոյեկտենք արկա պետական հիմնարկությունների աշխատանքին, ստացվում է պետական հիմնարկությունները իրենց հիմնական գործառույթներով չեն զբաղվում եւ այն քաղաքացիները, որոնք հանրային ակտիվություն են ցուցաբերում, այդ քաղաքացիները որոշակիորեն ստանձնել են իդեմս նաեւ մեզ, իդեմս Հայաքվե ազգային քաղաքացիական կազմակերպության նրանց գործառույթները կամա թե ակամա։ Նախորդ հաղորդման ժամանակ փաստորեն մենք խոսեցինք սկրինինգային ծառայությունների մասին եւ նաեւ դեղերի շուկայի, ինչպես նաեւ այս ուղղությամբ այն հիմնարար քայլերի, որոնք ըստ Հայաքվեի սոցիալ-տնտեսական ծրագրի նախատեսվում է մեղմել դրանց, այսպես ասած, դեղերի ուղղությամբ պետական քաղաքականությունը եւ միևնույն ժամանակ նպաստել շուկայում առնվազն 50% գների նվազեցմանը։ Առաջին 1 տարվա համար գոնե։ Այո, եւ այս պարագայում մենք նաեւ զուգահեռներ տարանք Վրաստանի հետ եւ պարզվեց, որ մոտավորապես 200-ի, չէ, կարծեմ 300% դեղերի, տարբեր դեղերի հետ կապված համատության մեջ կա բանը տարբերություն, այսինքն Վրաստանում 2-ից 300% ավելի էժան։ Հիմա սրա շրջանակներում բավականին հարցադրումներ են։ Ես մի բան եմ ձեզ ուզում ասեմ։ Քանի որ մենք ասում ենք, որ 200% չէ, կամ 2 անգամ, դա եկեք մենք պրոյեկտենք հացի գնի վրա։ 10%-ը ընդհանրենք հացի գնի բարձրացումը արդեն լուրջ թիվ է։ Այո։ Ընդհանրենք 300 դրամած հացը պատկերացնում եք դառնար ընդհանրենք վաղը 330 դրամ։ Իսկ պատկերացրեք, որ ընդհանրենք վաղը հացը 300 դրամանոց չէ դառնար 900 դրամ։ Ինչ է լինելու։ Հիմա դեղերի բնագավառի այս թվերի մասին, որ մենք զրուցում ենք, այդ տոկոսները որ ասում ենք, մենք պետք է ժողովրդին ասենք. ժողովուրդ ջան, այս դեղի գինը Վրաստան հետ համատած նույնն է, ոնց որ 900 դրամանոց մատնակաշը։ Էցի պետք է բացատրենք, որովհետև ժողովրդի զգալի մասը մեր ակադեմիական մոտեցումը, չէ, այս առավել հնարավորության մեջ իրավական դրույթներով, իրավական նախադասություններով, ձևակերպներով որ խոսում ենք, շատերը լսում են, շատերը չեն էլ հասկանում։ Մենք պիտի ասենք 300% դեղերի տարբերությունը Երևան եւ Թբիլիսի դա նույնն է, ոնց որ հացը։ Պարոն Կամենդացյան, զուգահեռ այսպես ասած ծաղկացնելով ձեր, բայց առանց չափազանց։ Դե գարնանայի ժամանակաշրջանը պետք է ծաղկեցնենք, իհարկե։ Ծնծաղիկները արդեն վաղուց դուրս են եկել։ Հիմա եթե նույնը մտածենք, որ թոշակառուն այսպես ասած ստանում այդ միջինացված 36 կամ 46000 դրամը, դեռևս չի ստացել։ Այո, դեռևս չի։ Հիմա այս մեկը խափելու օրն է, դա էլ է շատ կասկածելի, որ ինչ որ խոսում են, չէ՞, որ մի անձնավորություն կա, որ թևերնից քաշմա երեխաներին արդեն քաշմա, թոշակը ստացել ես, այ մարդ համբերեք դա եթե լինի, դա լինել է մայիսի 4-ից 5-ից հետո։ Հիմա այս մարդիկ ավանսով քարոզարշավ են անում, ավանսով։ Դե գիտեք, երեխաների ձեռքից էլ քաշումը հավանաբար մտածում է, որ
երեխաները սպասում են անհամբեր, թե իրենց տատիկները երբ են թոշակ ստանալու, որտեվ տեղ այդ երեխայի շաքարակլորի, կանֆետի, քացտավենիքի չափաբաժինը կա։ Փորձում է փաստորեն զուգահեռ ոչ միայն թոշակն են բարձրացնում, այլև ձեր քաղցրավենիքի բանը, այսպես ասած, մասնաբաժինը մեծացնում եմ։ Ես այլ պատկերացում ունեմ, ինձ թվում է, որ այս անձնավորությունը հայտնի երեխաների հետ արդեն կոնտակտի մեջ մտնի, որովհետև գոնե ինքը իր համար կարծես թե որոշել է, որ ինքը Հայաստանի հավերժական ղեկավարն է լինելու։ Այսինքն պատրաստում է 2040 թվականի երեխաների հետ շփումը հիմիկվանից խաբեության այդ ամբողջ Սարդոսյանը հոսում է եւ այդ հյուսվածքի մեջ երեխաներն արդեն քաշում են թեմաների մեջ, հեսա խնդրե, բայց ոչինչ։ Ես կարծում եմ գալիք համապետական ընտրություններին ընդդիմությունը ավելի վճռական կլինի եւ այդ հատնի անձնավորությունը, որի մասին մենք խոսում ենք, ինքը իր բախտը կփորձի 4 պատերի մեջ, ինչքան ուզում է իր տեխնատությունը դնի ու ինքը վերընտրի։ Բանասիրական կրթություն թերի, կարծես թե կա հիմքում, հավանաբար դա կփորձի օգտագործել։ Հիմա վերադառնանք այդ դեղերի գնին։ Ես հետազոտություն եմ հասկացել, որին մասնակցել եք նաև դուք։ Մենք ունենք ահռելի աշխատանք կատարած։ Այս աշխատանքի ընթացքում մենք շտեմարաններ ենք ձևավորել, երբ որ մենք Excel ցուցակով այդ ծրագրեր կան, որ այդ տվյալները անցկացնում են։ Երբ որ տոկոսները որ նայում ենք համատության մեջ, Հայաստան, այսինքն Երևան-Թբիլիսի խոսանք հիմնական, Երևան-Թբիլիսի միջև այդ տոկոսների բաժինը որ նայում ենք, այս սարսափելի թիվ է։ 150% տարբերություն, 200%, 250%, 300%, այս տարբերությունը սա 10% չի, սա 2% չի, 5% չի, որ ինչու այդտեղ կոծկ են գնա այն բանն են, ազգային ծառայություն կա վիճական, ես էլ ասի ամեն ինչ նորմալ է, աճ չկա, գնաճ չկա, մի խոսքով ամեն ինչ նորմալ է։ Այս թեմաները հիմա պատրաստել ենք, այդ տոկոսների մասում նայում ենք դեռևս առողջ մարդիկ ենք։ Բա այն թոշակառուները, որ տենան էս տոկոսների տարբերությունը, ընդ որում մի հետաքրքիր բան ասեմ, ինֆարկտի դեղ փնտրող թոշակառուն, եթե Վրաստանի Թիֆլիսի դեղատանը մոտենա, չէ, փորձ այնտեղ ընդհանրիկ ինֆարկտի դեմ, այս սրտանոթային հիվանդության դեմ դեղ գնել, հենց դեղի գինը տեսնի եւ հիշի Երևանում ինչքան դրա համար վճարում։ Տեղում կհոսպիտալացնեն, եթե հասցնեն։ Ես օրինակ գիտեք ինչ եմ մտածում, կարծում եմ մի որոշ ժամանակ անց հավանաբար թոշակառուները, այսինքն ամենացածր վարձատրվող, ամենացածր եկամուտ ունեցող, պետությունից մերժված, ուրացված, մոռացված այս խավը, հավանաբար շուտով, չէ՞, Վրաստանի դրոշներով, Վրաստան, խաչերով սպիտակ տարածքի վրա, այդ դրոշներով հավանաբար դեղատանների մոտ պիկետ են անելու։ Եթե մարդիկ 300%-ի տարբերություն ինչ-որ պետությունից կարող են դարձնել, ես մտածում եմ, որ ստեղ նաև իրազեկվածության մեծ բաց կա, որովհետև շատ դեպքերում այն մարդը, որ այդ դեղորայքի կարիքը ունի եւ դա հավասարազոր է, շատ ճիշտ համատությունը բերեցիք, նույն առաջին անհրաժեշտության ապրանքն է, եթե մարդը հաց է առնում, հա, այդ նվազագույն իր զամբյուղը փորձում է, այդ էլ է պայմանական նվազագույն զամբյուղը ինչպես են Հայաստանում, ինքը պարտադիր այդտեղ նաև այդ դեղերը պետքա առնի եւ արդեն որոշակիորեն մեր ժողովրդի մեջ սովորական է դա, երբ որ ինքը մտնում է, չգիտեմ, այրան ճնշմանն է վերաբերվում, թեկուզ ավելի բարդ դեղորայք, որը պետքա գնի, ինքը արդեն սովոր է, որտեղ մտածում է, որ այդ դեղորայքը պետքա բավականին թանկ լինի, որտեղ դա վերաբերում է իր կյանքին, առողջությանը, բայց պետք է նաև մենք նպատակը որն է մեր հաղորդման, որ մենք ժողովրդի մեջ տարածենք այն գաղափարը, որ այդ գները ոչ թե բարձր են, այլ ուղղակի ֆետիշացված են, եւ դրա պատճառը ոչ միայն նաեւ պետական քաղաքականությունն է, ինչքան ես հասկանում եմ, այլև այն կազմակերպությունները, հիմա չենք ուզում ես անվանական նշեմ, որտեղ հարկ չկա, բայց այն կազմակերպությունները կենտրոնից են կառավարվում։ Այդ կազմակերպությունները մշակել են ընդհանուր գնային քաղաքականություն,
որի արդյունքում ստացվում է, որ նայում ես հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնք տեղ են ներմուծում, բայց փաստացի Հայաստանում շարունակում են այդ դեղերը Վրաստանի համեմատությամբ 250-300% ավելի բարձր արժեք ունենալ։ Հետևաբար բնականաբար այն հիմնական արմատական փոփոխությունները մենք կարող ենք անել միայն իշխանափոխությունից հետո, շատ ճիշտ նկատեցիք, որ դա բնականաբար մի կենտրոնից է կառավարվում, եւ երբ լսում եք պատկան մարմինների ամպագոր այն հայտարարությունները, որ իրենք խաղաղություն են բերում, որ իրենց շնորհիվ պատերազմ չի լինում, ստացվում է մեր քաղաքական դաշտում այս մարդիկ ձեռքերը լվացել են, չեն ուզում օրինակ պատերազմ հայտարարել աղքատությանը, չեն ուզում օրինակի համար պատերազմ մաֆիային, այո, մաֆիային, մենաշնորհային տնտեսությանը։ Մենք ինչի ենք բարերը ձևավորում, կազմակերպում, տոլերանտ, զիջողական, ենթադրենք քաղաքավարության մեջ։ Այստեղ մաֆիա է գործում։ Այս մաֆիան, որ գործում է, մաֆիան պոզու պոչով չի լինում։ Մաֆիոզները ենթադրենք, որովհետեւ աշկի ընկնող ենթադրենք, արտաքին տվյալով չեն։ Մեր նման մարդիկ են, բայց երբ մաֆիան ստանում է հնարավորություն, չէ, կատարելու այդ զեղծարարությունը, երբ նրա նկատմամբ չի իրականացում հսկողություն, երբ պետությունը abstrahվում է դուրս է գալի իր վերահսկողության ֆունկցիաների միջից, այն մաֆիան ծաղկում է։ Պարոն Կամենդայցյան, ուղղակի մի դիտարկում հաշվի առնելով մեր քննչական կոմիտեի այսօրվա վառ երևակայությունը, մենք ասենք, որ պատկերավոր էր համեմատությունը, որ այդ մաֆիոզները մեր նման են, որովհետև դա կարող է իրենց ունկերում, ականջներում հնչի որպես ինքնախոստովանական ցուցմունք եւ մեզ սկսեն մեղադրել դեղերի ներկրման, կլանային համակարգի ձևավորման։ Հենց հիմա իմ գրպանում է, նայեք, դեղահաբեր են։ Հենց հիմա դա նշանակում որ մենք մաֆիոզ ինչ-որ կառույցան տա մենք սպառող ենք, մենք մեր սպառողական իրավունքները, սա միջազգ թողելու է, որ պետք է գալուս է։ Սա լրացուցիչ դիդակտիկ նյութ է։ Հիմա նայեք մի խնդիր կա այստեղ։ Մենք որ ասում որ պետությունը չի մասնակցում, այդ պետությունը ո՞նց է մասնակցելու։ Ես մի 2-3 ուղի ասեմ, ճանապարհ ասեմ, որ այս ճանապարհը ցույց է տալիս, թե պետությունը ինչ պետք է անի, եւ պետությունը ինչու չի անում, եւ ընդհանրենք հունիսի 8-ից հետո ինչ պետք է անի ազգային պետությունը, այլ ոչ թե ինչ-որ մեկի, այսպես ազգային սոցիալական իրավական պետալ, ոչ թե ինչ-որ մեկի այս քաղաքական խմբակի տիրապետությունը, որը որ ժպտացող դիկտատուրա է շատ տեղի ներքին հարցերից ոչինչ չեն լուծում։ Հիմա նայեք, Վրաստան միջ է դեղերեժան, Վրաստան դեղերեժան, որտեղ պետությունը սահմանել է առավելագույն բարձր գին դեղերի համար։ Եթե պլավիքս դեղը, չէ, Վրաստան որ արժի 10,000 դրամի կարգի, Հայաստան արժի 32,000, եթե չեմ սխալվում։ Այսինքն մոտ 320%։ 300%, հա 300%-ով։ Վրաստանում ինչ է էժան, որտեղ պետությունը սահմանել է տնտեսվարող։ Այս դեղը ներկրում ես, բնականաբար պետական համապատասխան մարմինները հետազոտում են այդ դեղի գնագոյացումը հարևան երկրներում, չէ՞։ Ես սահմանում եմ առավելագույն գին, վերջ։ Չես ուզում բերես, մենք կբերենք պետությունը։ Շահույթի տոկոսը ցածր է, պրոբլեմ չունես, դուրս արի խաղից, մենք կբերենք։ Հիմա առաջին հերթին կազմավորվում է գնագոյացման վերևի մակարդակ, չէ՞, որը առանձին այդ մաֆիոզ դարասը, որում այդ մաֆիոզը մի պատկացեք այն գանգստերների ավտոմատներով կարող է կանայք էլ լինել, ակնուսներով, ծերունդական տարիքի տեղագործական կնքամայրերը։ Այո, այդ կնքամայրերը կարող է լինել, կանայք կարող են լինել, սուսիկ, փուսիկ, լավ տատիկ, ենթադրենք, լավ մայր, ենթադրենք, ես կողմենքով, հասկանում եք, մաֆիան հենց էդ է, երբ որ պետությունը չի կառավարում, սկսում են առանձին տիպեր մեջտեղ գալ, ստարտային կապիտալ, որքեր արդեն հավաքել են, հիմնական նախկինների ժամանակ, ու պատկացեք, որ
ջոկողություն դեստեղ դնել, թե սրանք մաֆիոզ են, մաֆիոզ չեն, սրանք սուբյեկտներ են, պետությունը հենց ձեռը քաշեց, դրանց վրա, դրանք միանգամից սկսում են գները բարձրացնել։ Հիմա ես մի բան ասեմ, այս սրա քաշը ինչ է, որ սրա տրանսպորտ զիրավկայի վրա ընդհանրեն գումար դնեն ինքնարժեքի մեջ։ Սա քաշը ինչ է։ Քաշ չունի։ Այդ լաբորատոր փորձարկումների զգալի մասը կատարում են մենակ մեկ բանի համար։ Մարդիկ, ովքեր որը շուկա մտնում են, չէ, այդ դեղագործական այդ մաֆիոզ այդ ընդհանրեք այդ ամբողջ կուր կառուցվածքից փորձում են ինչ-որ մի ընդհանրենք հնարքով, մի խովակով ինչ-որ բան ներկրեն, չէ։ Այդ ամբողջ արվում է, որպեսզի նրանց ճանապարհը փակեն։ ԵԱՏՄ-ի մոտավորապես 9300 դեղ կա անուն գրանցված։ Հայաստանում գրանցում են ընդհանրապես հիմա գրանցված է 3600-3500 այս կարգի։ Ինչի համար։ Դրա համար մի հաբը, չէ, մի տարի շարունակ կգրանցեն։ Հիմա պարոն Սավգերյան, որ այս թեմայի մասին մենք խոսում ենք, այդ հանում ենք այդ խոցերը թեմաների, հիմա մեզ լսողները եւ մեր այդ ոչ համամիտ մարդիկ նաեւ, չէ, բնականաբար պետք է հարցնեն, մեզ հարց ուղեն։ Դուք ինչ եք նախատեսում։ Այդ որ ասում եք, հեսա հունիսի 8-ից հետո սենց կլինի, սենց կանենք, այս կանենք, այն կանենք, բնականաբար մեզ հարց ունեն, դու գործողությունների ինչպիսի որն է։ Որն է ձեր առաջարկությունը, ձեր ճանապարհային քարտեզը եւ այլն։ Մենք կարող ենք ընդհանրապես 2-3 թեզ հենց հիմա մեր քաղաքացիների մատուցել, որով երևա մենք դրանք դառնալու են այսօր հանձնարարական, թե ի վիճակի բնականաբար մենք պետք է Մոլինի նախահանձնարարական։ Նախահանձնարարական։ Հիմա նայեք, առաջի խնդիրը դա գների թույլատրելի մակարդակի սահմանափակող գնային կարելի ասել վերին շեմի սահմանափակող վերին շեմ, այո, դա հենց տենց էլ կոչվում է վերին շեմ։ Եթե ընդանենք այս դեղը, չէ, այս դեղը պետությունը որոշում է, որ 100 դրամ պետք է վաճառվի, ոչ մի դեղատնում իրավունք չունենալու սա վաճառի 101 դրամով։ Պարոն Կամենտեցյան, իսկ կարող է իրենք մտածում են, որ եթե պարգևավճարները վերին շեմ չունեն, ապա դեղերն էլ, հացն էլ, ալուրն էլ, շաքարավազն էլ, բենզինն էլ վրադիր պիտի վերին շեմ չունենան։ Խնդիրը գիտեք որն է, իրենց մտածողությունը կամ այդ մտածողությունը ապահովող օրգանի վերաբերյալ մեր պատկերացումները կարելի ասել գնահատողական են, մենք հոգեվերլուծողներ չենք, եւ վերջ-վերջը նույնիսկ հոգեվերլուծողները ընդհանրենք պատրաստում պարտություն կրածից, երբ որ ասում է, այո մենք պարտվել ենք, բայց ձեռք ենք բերել մեր ինքնիշխանություն։ Հիմա դեղերի թեման շարունակենք, պարոն Սավգուլյան։ Ուրեմն առաջին վերիշեմի սահմանումն է։ Այո։ Երկրորդը կա մի գործիք, որը պետությունը կարող է դա օգտագործել հստակ։ Դա ավելացած արժեքի հարկ կոչվող գործիքն է։ Դեղերի վրա պետությունը փող չպիտի աշխատի։ Ինչ է աշխատում։ Պետությունը 20% հետադենք ավելացած արժեքի հարկ է սահմանում, այս գումարը հավաքում է, մեկ էլ այդ հավաքած գումարը առողջության վրա, մարդու կյանքի տևողության վրա, հարմարավետ կյանքի վրա այս ծախսը, չէ, հավաքում է պետական բյուջեն, այնտեղից ասում է, դες 10,000 դրամ թոշակը կավելացնեմ։ Պետք չի քո 10,000 դրամը։ Դու դեղերի գները իջեցրա, որովհետև թոշակառուն այդ 10,000-ն էլ կամ իր այդ աղքատիկ թոշակը որ ստացել է, չէ, այդ գումարը մեկը չի բավարարելու, որ այս մարդը ապրի առողջ, ձեռք բերի պահանջված դեղը։ Երրորդ հարցը ջեներիկների հարցն է։ Ջեներիկը դրանք որոնք են, դրանք արտադրություններ կան, բժշկական, թանկարժեք, պրեպարատներ, եվրոպական ընդանենք, բայց կա դրա համենայն նույն էֆեկտ ունեցող էկվիվալենտը հնդկական ընդանենք արտադրության։ Հնդկաստանը այդ թեմայով շատ առաջ մեզանից։ Ֆանտաստիկ առաջ են, ընդ որում այդ բնագավառը,
այդ դեղագործական բնական մեր համար էլ պետք է լինի գրավիչ ճյուղ զարգացման խորության այդ մեր հարավոր ուսանողներ են ավարտում բժշկական ինստիտուտը դեղագործական բնակավարում թռիչք չկա հիմա ինչի՞ է այս ջեներիկների զուգահեռ ներկրումը Հայաստանի Հանրապետություն ինչի է զանազան մեթոդներով արգելվում կարող եք ասել որպեսզի ներկրողները կարողանան աստղաբաշխական գումարներ աշխատեն առնվազն մենք հնչեցրեցինք 3 լուծում այս լուծումներով հնարավոր է այս դեղերի մակարդակը գների առաջին տարում 50%-ով իջեցնել հաջորդ 2-3 տարվա ընթացքում մեր ասած այդ տարբերությունը որի մասով մենք զրուցում ենք այս տարբերությունը 200-300%-ից մենք կվերացնենք Պարոն Կամենդացյան, ձեր վերջի կետը, որ ասեցիք մի քիչ փակագծերը բացեմ, այո ձեր ասածից հետևում է, որ մենք պետք է պետական մակարդակով նպաստենք հայրենական դեղարտադրության զարգացմանը։ միանշանակ Միևնույն ժամանակ ոչ միայն խրախուսենք դա, այլև օգնենք մեր հայրենական դեղագործներին, դեղարտադրողներին կարողանան միջազգային շուկայում իրենց ուրույն տեղը գրավել։ Հետևաբար այս պարագային ոչ թե մենք արտաքին, ոնց որ ասած, դեղերի շուկայից կախվածություն կունենանք, կունենանք մերը, որովհետև այս իմ կողմից ոչ շատ խորքային մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք արդեն մոտարապես 15%-անոց տեղի հայրենական արտադրություն ունենք, ավելին բացի տեղից շուկայում մասնակցության կարողանում են նաև այո, կարողանում են նաև արտահանել դեղերը։ Պարոն Սավգուլյան, նայեք, խնդիրը հետևյալն է։ Այս ճյուղը անտը զարգանում է, քանի որ բնությունը անտը տախտոտվում է, մարդու կյանքում հիվանդությունները ավելի շատ տեղ են գրավում եւ բացի այդ անընդհատ մարդկանց քանակը ավելանում է եւ հիվանդ մարդկանց քանակը այդ ամենի պարագայում դրանք ցավոք դրական գործոններ են այդ բժշկական ինդուստրիայի զարգանալու համար երկու ճանապարհ ունենք դա թողնել մասնավորներին չէ երկրորդը ստեղծել պետական կառույց պետական ազդեցությամբ, պետական օժանդակությամբ, պետական մասնակցությամբ, հետադենք կարող է փակ բաժնետիրական ընկերություն եւ այս բնակավարում փորձել պետության հնարավորությունները օգտագործել, որովհետեւ այլ բան է մի մասնավորի նախաձեռնությունը, այլ բան է եթե նախաձեռնության յետևում կա պետություն։ Եվ այս բնակավարում կարելի է շատ արագ 5-ից 7 տարվա ընթացքում փայլուն արդյունքներ գրանցել։ Կամենդացիան, կարծում եմ նաև, որ մեր այս քննարկման արդյունքում նաև այս միտքը առաջ եկավ ազգային առողջության ազգային ռազմավարական փաթեթի մշակում չնայած որոշակի նմանատիպ բաներ փաստաթղթեր կան, բայց փաստացի դրանք չեն գործում։ Դրանք պարզապես սևացած թղթեր են։ Այո, մակուլատուրայի կարգավիճակում են եւ եթե կա օրենք կամ կա այո որոշում, որը չի գործում, դա անիմաստ է։ Եթե կա օրենք պետքա գործի դնել։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, մենք դրա մասին էլի խոսել ենք, ինչպես նաեւ սպորտը այս առումով նաև դուք մի քանի անգամ դրան մասսայական սպորտի զարգացումը, դրա պայմանների ստեղծումը։ Այո, պլյուս նաև դեղագործության զարգացումը, որը էլի շատ կարևորագույն տեղ է զբաղեցնում, մենակ դեղերը չի, վիտամիններն է եւ այլն եւ այլն։ Փորձենք այսպես ասած ձևակերպենք նախնական հանձնարարական, կոնկրետ Անահիտ Ավանեսյանին ձեր կողմից հնչած այս 3 հիմնական կետերի շրջանակներում հնարավորինս մոտ 2 ամիս ժամանակ ունեն նախնական որոշում կազմեն, թող պատտեն համապատասխան գերատեսչություններով, եթե մենակ առողջապահության նախարարությունը բավարար չի լինելու այս առումով, եւ դնեն գոնե այն հիմքերը, որի շրջանակներում մենք կարող ենք հունիս-հուլիս ամիսներին ձեռնամուխ լինել դեղերի ոլորտում նոր քաղաքականության մշակմանը իսպաս մեր ժողովրդի առողջությանը։ Շատ լավ։ Ձևակերպեք այդ հանձնարարականը, ուղարկենք այդ ավտոբուսում, ուրախ ավտոբուսում երկող բարող կնոջը եւ նրանց ակնկալենք գոնե մեկ շաբաթվա ընթացքում պատասխան, որովհետեւ
հիվանդ մարդը եւ հիվանդությունից ճար փնտրող մարդը սпасելու հնարավորություն չունի։ Կարծում եմ այսօր բավական է, չէ՞։ Այո, բավական է եւ նաեւ մի փոքր անհանգստություն արտահայտեն, քանի որ իրենք այդ ուրախ ավտոբուսում ժամանակը անցկացնում են, իրենց պատգամավորներից 3 կարծեմ Հասմիկ Հակոբյան կա, Ժասմինան, որը այսպիսի կոչ արեց ազգային ժողովի ամբիոնից, որ ժողովուրդը մեզանից պահանջում է, որ գազ տվեք, ոտքները դրեք պեդալին եւ գազ տվեք։ Ես ուզում եմ զգուշացնեմ ավելի շուտ։ Նման բան ասա։ Այո, ես ուզում եմ այդ падգամավորին ասեմ, որ ժողովուրդը ախր այդ ամբիոնը ինչ իրավունք ունի այդ ամբիոնին մոտենա ազնվորություն, որ այդ չասեմ դա քրեական ենթամշակույթի բառերով ինչ ասում գազ տալ։ Հիմա այստեղ ուրիշ ոտը դիր պեդալին։ Այո, ոտը դիր պեդալին գազ տուր։ Հիմա բայց մեկը մյուսին չի խոչընդոտում, եթե իրենք որոշել են նախընտրական շրջանում առաջնորդվել քրեական գործիքակազմով, բայց այստեղ նաև խնդիր ուրիշ է։ Ախր այն մարդիկ, որոնք ասում են ժողովուրդը չի, դա համացանցում մի քանի հոգի են, որոնք Հասմիկ Հակոբյանին չեն ասել գազ տուր։ Նրանք վարորդին են ասել գազ տուր ու մեզ ազատի ես ուրախ ավտոբուսից։ Այս աղջիկը հասկացել է, թե իրանց է դա վերաբերվում, մարդիկ հոգնել են այդ ուրախ ավտոբուսից եւ խնդրում են, նաեւ համացանցում մի քանի հոգի այդ կարծիքը արտահայտեցին, ասեցին դուք հնարավորինս լայն եւ մեծ լսարան ունեք, խնդրում եք իրենց փոխանցեք, որ գազ տալը վերաբերվել է վարորդին։ Ուղղակի մտածում ենք վարորդի առողջության մասին, որ գազ տա եւ իրենք չհայտնվեն տխուր իրավիճակում։ Հետեւաբար թող վարորդը սահմանված կարգով արագությամբ իր տրամաբանական ավարտին հասցնի ավտոբուսը, բայց թող նաև այդ սաները տուգանքներն են մենք վճարենք, եթե այդպեսի կառաջանա։ Այո, բայց հիշում եք, չէ՞ որ ասում էին, այս ստուգող սարքերը, տուգանող սարքերը ավտոտրանսպորտային, չէ, երթևեկության վերացնելու ենք, հիշում եք։ Այո, հիշում եմ եւ իրանք չեն էլ նկատում։ Մենք պետք է գնանք հավանաբար այն ճանապարհով, որ որոշակի մեր քննարկման ժամանակ մտցնենք բաղադրիչ, հիշում եմ եւ պահանջում։ Լավ, պարոն Սավգիլյան, եկեք սրանով այսօր ամփոփենք։ Շատ լավ, եթերում էին տնտեսագետ Հրայր Քամենդացյանը եւ պատմաբան պարոն Սավգիլյանը, Արեգ Սավգիլյանը։ Շատ լավ, շնորհակալություն, ստեսություն։ Ստես։